ամենասկզբից մտահղացումը եղավ ուղղակի թագուհիների պարզ սարքել, ընթացքում մեծացավ եւ դարձավ բարային ներկայացում։ Իհարկե մեր պատմության ընթացքում շատ թագուհիներ կան, բայց մենք առանձնացրեցինք կոնկրետ 5 թագուհիների հաշվի առնելով տարբեր թագավորական հարստություններից մի թագու եւ այն թագուհիներին, որոնց մասին որոշակի ավելի շատ տեղեկություն կար։ Հանրապետությունում եզակի երևույթ է նմանատիպ բարային բեմադրություն ունենալը։ Եվ ոչ միայն պատմական է, որ ունենք, այլ պատմական է, որ մենք անդրադարձել ենք մեր հայոց թագուհիներին, տիրուհիներին։ Եվ այս սրանով կրկնված չեմ լինի ասել, որ նաև ուսուցողական։ Բարբերաբար վերարժևորելով այն արվեստի մշակույթին առնչվող պարարվեստի, երկարվեստի բարձրաշեք նմուշները, որոնք ներառված են մեր անսամբլի խաղացանկում, մենք փորձում ենք տարբեր էքսպերիմենտներ իրականացնել, որոնք մինչ օրս կարծես թե հաջող են ընթանում։ Այն կոնցեպցիան, որ ես մտածել եմ այս բարային ներկայացման համար, ինքը առանձին դրվագներից է բաղկացած եւ այդ առանձին դրվագները միավորելով փորձում եմ ստանալ մի ամբողջական ներկայացում իր դրամատուրգիական գծով։ Մեր անսամբլի ընդհանուր ոճից եւ համերգացանկից, համերգային մեր ծրագրերից ինքը տարբերվում է։ Նախ այն նրանով, որ երաժշտությունը ունի որոշակի սիմֆոնիկ հիմք, իհարկե ժողովրդական ազգային երաժշտության ելևէջներով, ոգեշնչող Արայիկներ, գաղափարը Իրանն էր, ու ոնց որ իր այդ էներգիան ինձ էլ ասներ։ Հերվից հեռու որ խոսում ենք, պատմեր այս թագուհին էս արել են արել, արդեն ի մեջ երաժշտությունը հնչում էր։ Եվ խոսքով, սենց վիրտուալ հոգևոր կապի մեջ այդ գործը ոնց ասած ստեղծվեց մի 5-6 ամսում։ Շատ լավ ըմբռնեց իմ կարծիքով այն մտահղացումը, որ արդեն որպես բեմադրիչ իմ մոտ կար եւ համատեղ աշխատանքի արդյունքում կարծում եմ ստացվել է շատ լավ երաժշտական ձևավորում։ Ես չգիտեմ պատահականություն էր թե աստծո կամք, բայց ոնց որ մենք իրար գտանք էլի, հորովել անսամբլը ու ես։ Մեր օրերում 5 րոպեանոց, 3-4 րոպեանոց փոքր պարային բեմադրություններ, նոր բեմադրություններ ներկայացնելը այնպիսի մեծ անսամբլների համար, ինչպիսին մեր անսամբլն է, մեծ մարտահրավեր է։ Էլ չասած մեծածավալ պարային նոր ներկայացման մասին։ Հաջողվեց համախմբել հետաքրքիր անհատների, դրանք մարդիկ են, ովքեր ստեղծում են ներկայացման անիմացիան, դրանք մարդիկ են, ովքեր ստեղծում են ողջ պարային անձնակազմի հագուստները, դրանք մեր ընկերներն են, ովքեր բեմի հետևում մասնակցում են ձայնագրման պրոցեսներին, կուզենայի հենց այս հարթակից շնորհակալություն հայտնել նրանցից բոլորից։ Իհարկե այս ներկայացման մեջ ստեղծվել են նաև նոր հագուստներ եւ ուզում եմ նաև շնորհակալություն ասել Տերյան մշակութային կենտրոնին, Լիլիթ Մելիքյանի գլխավորությամբ, որի նկարչական ձևավորումով մենք ստացանք այսօր թագուհիների եւ մասսայական տեսարաններում գործող արտիստների հագուստները։ Սա մեր մի քանի համագործակցություններից մեկն է եւ ինչպես մնացածը այս մեկը եւս ամբողջ ստեղծագործական փուլը անցավ բազում քննարկումներով, հանդիպումներով, մեծ էմոցիաներով եւ մեզ համար հետաքրքիր էր այն առումով, որ մենք արել ենք թագուհիների հագուստ զուտ որպես նորաձևություն ցուցադրելու համար, բայց այս անգամ պետք է հագուստները կարողանային կատարել այնպես, որ իրենք բեմում պարային ներկայացման համար լինեին, քանի որ շատ ծանր են, ունեն շատ աքսեսուարներ, պիտի կարողանայինք այնպես կատարել, որ բեմում եւս հարմար լիներ։ Իրականում իմ եւ Հորովելի առաջին համագործակցությունը չէ, ինչի համար եւ շատ ուրախ եմ եւ հպարտ եմ եւ շատ հաճելի զգացողություններ ունեմ, որ նորից առիթ ունեմ ստեղծագործել այս հրաշալի ստեղծագործական հանրույթի հետ, որովհետև տարիների ընթացքում այն ամուր գործընկերայնությունը, որ ստեղծվել է Գյումրի Վանաձոր կամուրջով, այդ առանցքում շատ սիրուն եւ կայուն տեղ ունի Հորովելը։ Չեմ կարծում, թե նոր բան է ասված։ Ուղղակի ինքս վերադարձել եմ այն իրականությանը, որի մեջ եղել
ապրել եւ գործել են այդ կանայք եւ առանձնապես մեծ դժվարություն չունենալով ուղակի վերապատմել եմ այն, ինչ գիտի մեզնից յուրաքանչյուրը։ Սա նախ եւ առաջ մեզնից յուրաքանչյուրի մասին է, ուղակի դարերի հոլովույթում մեզնից յուրաքանչյուրին հասած ծանոթ եւ անծանոթ միաժամանակ։ Շնորհակալություն Լիլիթ Թովմասյանին գեղեցիկ տեքստերը գրելու համար, իհարկե շնորհակալություն Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Գրետա Մեժլումյանին, որը շատ գեղեցիկ այդ տեքստերը կարդաց եւ այսօր անիմացիոն ֆիլմերի ամբողջ տեքստերը Գրետա Մեժլումյանի ձայնով են հնչում։ Շնորհակալություն Մանեին եւ Կրիստինեին, որոնք ստեղծեցին այս անիմացիոն գեղեցիկ ֆիլմերը։ Նախ շատ ուրախացա, որ ինձ վստահվեց այս գեղեցիկ գործը անել, որովհետև միշտ սիրել եմ հայոց պատմությունը, մեր թագուհիներին, որոնք եղել են ոչ միայն թագուհիներ, այլ եղել են մարտիկներ, եղել են թագավորների կողքին կանգնած, կառուցել են եկեղեցիներ, հավատքն են հզորացրել Հայաստանում։ Երբ առաջարկ ստացա, որ պետք է նկարեմ հայոց թագուհիների կերպարները, շատ պատասխանատու եւ ոգևորիչ աշխատանք էր։ Սկսեցի մանրամասը ուսումնասիրել հայոց թագուհիների պատմությունը։ Էմոցիաները շատ բազմազան են եղել, քանի որ ամեն թագուհի իր գեղեցկությունը, իր փառքն ու ուժն է ունեցել, շատ պատասխանատու եւ բարդ աշխատանք է եղել, իդեպ, բայց միևնույն ժամանակ նաեւ հաճելի։ Բարդ աշխատանք էր, բայց ասեմ շատ հաճելի աշխատանք էր։ Ինձ հարազատ թեմա էր այս հնադարը, մեր թագուհիները։ Ուզում եմ շնորհակալություն ասել մայստրոին Անդրանիկ Ներսիսյանին իր շատ հետաքրքիր երաժշտության համար, որովհետև բեմադրությունները կատարելիս, երբ բեմադրությունը դու անում ես, երաժշտությունը ինքը քեզ ոգեշնչում է եւ ընդհանուր մտահղացումը, պատկերը դու երաժշտությունից ես ստանում, այսինքն որպես ներշնչման աղբյուր։ Յուրաքանչյուր նոր պրոյեկտ, յուրաքանչյուր նոր նախագիծ կախված է մեծ ռիսկերի, մեծ ստրեսների եւ մեծ լարվածության հետ։ Բարեբախտաբար մեր անսամբլում պարային մասը մեծամասամբ գերակշիռ մասը նրանց երիտասարդներ են, ովքեր եռանդուն են, ովքեր ունեն մեծ արվյուն եւ մեծ պատրաստակամություն ստեղծելու մասնակիցը դառնալու մի այնպիսի բանի, որը դեռ երկար տարիներ կզարդարի անսամբլի խաղացանկը։ Դիցուկ տիրուհիներ պարային ներկայացումը այդ նախագծերից հավակնոտ նախագծերից մեկն է, որը վստահ եմ դեռ երկար տարիներ զարդարելու մեր անսամբլի խաղացանկը։ Մի անգամ տեսնելով, մի անգամ լսելով հաստատ չեն կշտանալու, ցանկություն են ունենալու երրորդ անգամները նայելու, դիտելու։ Իմ պատկերացմամբ գիտեմ, որ հանդիսատեսը մնալու է գոհ։ Կճանաչի իր թագուհիներին եւ կտեսնի նրանց կատարած գործերը, որոնք դարերով մեր հետ եկել են եւ առ այսօր նրանց ավանդը մեր պատմության մեջ կա եւ մնում է։ Մինչ այժմ չի եղել այս կարգի բեմադրություն, ինքը շատ գրավիչ է, ինքը պատմում է մեր հայոց պատմությունը, թագուհիների միջոցով ներկայացնելով, մեր պարի միջոցով այդ հզոր ուժը, նաև ունենք շատ լավ երաժշտություն, որը համահունչ է պարի հետ ու ամեն ինչը մշակված է ու ստեղծված զրոյից։ Հանդիսատեսը տիրուհիներ պարային բեմադրությունից մեծ բավականություն է ստանալու, շատ մեծ էմոցիաներով։ Ստեղծագործելու ժամանակ իմ նպատակն է եղել փոխանցել հենց տիրուհիների փառքն ու գեղեցկությունը, ինչպես նաև մեր ժողովրդի անմահ եւ փառահեղ պատմությունը։ Համույթի եւ նրա արտիստների մասին ավելորդ է խոսել, որովհետեւ նրանց գլխավոր բալետ մայստերի եւ ընդհանուր մտածողությանը շատ լավ ծանոթ եմ եւ գիտեմ, որ սա մեկ համակարգ է, որն աշխատում է անխափան եւ աշխատում է իբարս նախ Վանաձորի, հետո երկրի մշակույթի եւ հայկական պարարվեստի դաշտը դերևս արդեն հնարավոր չէ պատկերացնել առանց Հորովելյան ինքնատիպ ձեռագրի։ Ինձ համար այսպիսի հայրենասիրությամբ տոգորված եւ այդ հայրենասիրությունը հանդիսատեսին փոխանցելու պատրաստ ներկայացումը հայրենասիրություն է նախ եւ առաջ եւ վստահ եմ, որ այն էներգիան, որ պիտի ստանանք վարակույրը բացվելուց հետո, առնվազն յուրաքանչյուրիս փոխանցելու է
թերևս գուցե ներկայացման ամենաառաջին ուղերձը պարտավոր ենք առնվազն այդ արքայուիների հիշատակի առաջ հայ մնալ եւ արժանի լինել նրանց եւ արածին եւ անվանը։ Դժվար չասեմ, բայց մի քիչ նյութերով եւ շատ ուսումնասիրությունների տեղիք տված թագուհին դա Աննա Գերան թագուհին էր, որ առանձնացվեց ինչով, որ նյութերը քիչ էին իր մասին եւ մեզ համար ավելի հետաքրքիր էր, քանի որ ավելի խորը սկսեցինք ուսումնասիրել եւ անդրադառնալ թագուհու կերպարին, բայց որպես այդպեսին բոլոր թագուհիներն էլ շատ հետաքրքիր էին եւ մեծ սիրով ենք բոլորի հագուստները կատարել։ Հատկապես Խոսրովանուշը, ով կառուցել է Սանահինը եւ Հաղպատը, եկեղեցիները, շատ ինձ գրավեց, որովհետեւ հավատք է բերել ժողովրդին ու շատ բարեգործություններ է արել։ Կերանի ավետարանը եւ Կերանը հենց ինքը իր էությամբ եղել է նաեւ կրթական մշակույթ առաջ տանող թագուհիներից մեկը, եւ որը ունենք առ այսօր պահպանված է Երուսաղեմում հենց Կերանի ավետարան։ Անջնջելի հետք է թողել օրինակ Խոսրովանուշը մեր պատմության մեջ, ստեղծելով, կառուցելով Հաղպատի եւ Սանահինի վանքերը, որը շատ գեղեցիկ է։ Ինձ վրա ազդեց Փարազենի տեսարանը, կրվից հետո այդ հիշադակի տեսարանը, հատկապես այդ ձեր պարերից էլ դուք էլ հետել ասացրեցիք բանց ասած։ Վստահ եմ, որ ներկայացումը, տիրուհիներ պարայի ներկայացումը անպայման սփռվելու է մեր հանրապետության տարածքներից դուրս եւ օտարապերում ապրող մեր հայրենակիցները, մեր հայրենիները անպայման ողջևորվելու են եւ ներկայացման մեջ ամփոփված գաղափարներն ու ասելիքը իրենց հետ տանելով դառնալու են ել ավելի մեծ հայրենասեր եւ ել ավելի հայեցի։ Կցանկանամ մեծ բեմեր, որովհետեւ դուք մեծ հզոր աշխատանք եք կատարել եւ կատարում։ Ցանկանամ այդ հաջողությունը տեղափոխվի այլ քաղաքներ, այլ երկրներ։ Մեծ ուժ, եռանդ եւ անտոկուն աշխատանք, որպեսզի նման աշխատանքները լինեն շատ, սա չլինի նման օրինակ միակը ու վերջանասրանով լինեն շատ եւ մեծ բեմերում ցուցադրվի։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանն եմ ուզում շնորհակալություն հայտնել, որովհետեւ ծրագիրը ամբողջությամբ ֆինանսավորվել է դրամաշնորհով, առանց որի հնարավոր չէր լինի այս ներկայացումը ստանալ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հարազատ կոլեկտիվին, տնօրինությանը եւ բոլոր արտիստներին, որոնք ոչ մի ջանք խնայեցին, որպեսզի այս ներկայացումը կայանա եւ դիմացան ինձ։